Իր կողմնակիցների համար այաթոլլահ Ալի Խամենեին իմաստուն եւ բարեպաշտ առաջնորդ էր, մեկ ով տասնամյակներ շարունակ ղեկավարեց Իրանը։ Հայրենիքում եւ աքսորում գտնվող քննադատների համար մինչդեռ նա բռնապետ էր, որը դաժանորեն ճնշում էր սեփական ժողովրդին, ել ավելի խորացնելով Իսլամական Հանրապետության միջազգային մեկուսացումը։ Խամենեին ծնվել էր Իրանի հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքում 1939-ին հոգևորական հոր ընտանիքում, 8 երեխաներից երկրորդն էր եւ վաղ տարիքից իսլամի հետևորդ։ Հետաքրքրված էր արևմտյան գրականությամբ, բայց հաճախ էր խոսում արևմտյան մշակույթի վերջնական անկման մասին։ Երբ Խամենեին երիտասարդ տարիներին Ղոմում շիա մահմեդականների Սուրբ քաղաքում ուսանում էր կրոնագիտության հայտնի դպրոցում, նրա հոգևոր առաջնորդներից մեկը այաթոլլահ Ռուհոլլահ Խամենեին էր։ Նա, որ 1979 թվականին գլխավորում էր իսլամական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունից հետո Իսլամական Հանրապետության առաջին տարիներին Խամենեին իշխող վերնախավի ականավոր դեմքերից էր։ Սկզբում նշանակվեց պաշտպանության փոխնախարար, ապա 2 անգամ անընդմեջ ընտրվեց նախագահ։ 1989-ին Խոմեյնիի մահվանից հետո Խամենեին, որ այդ ժամանակ միջին դասի հոգևորական էր, հրաժարվում էր նրան փոխարինելու երկրի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ من نه از لحاظ قانون اساسی و نه از لحاظ شرعی برای بسیاری از آقایون حرفم حجیت حرف رهبر رو نداره. این چه رهبری خواهد بود؟ Բայց կրոնական խորհուրդը չհամաձայնեց նրա այս պնդումների հետ։ حالا ما رأی میگیریم دیگه بحثم نمی‌کنیم. آیانی که Խամենեին կառավարում էր երկիրը որպես անզիջում բռնապետ։ Իշխանության ընթացքում նրա խիստ հակաամերիկյան հայացքներն էլ ավելի կտրուկ դարձան։ این تصمیم صادر کردن درباره ملت‌ها اون خوی استکباری ناپسند و پلیدی است که متاسفانه امروز شیطان بزرگ به اون گرفتاره. 2009-ին պահպանողական նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վիճահարույց վերընտրությունից հետո երկրում սկիզբ առան հակակառավարական փողոցային ցույցեր, որոնք աննախադեպ էին իսլամական հեղափոխությունից ի վեր։ Ըստ տեղեկությունների բողոքի այդ ակցիաների ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ։ Իրանի կառավարությունը պնդում էր, որ Վաշինգտոնն է հրահարել անկարգությունները։ Խամենեին աջակցում էր Ահմադինեժադին եւ սպառնում ցուցարարներին։ Միջազգային ասպարեզում հիմնական տարաձայնությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ էր։ Խամենեին հերքում էր, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, պնդելով, որ այդ տեխնոլոգիան անհրաժեշտ է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ 2015-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման 5 այլ համաշխարհային տերությունների հետ համաձայնագիր կնքեց Իրանի հետ միջուկային ծրագիրը սահմանափակելու համար։ Դրա դիմաց Արևմուտքը մերժեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Սակայն 2017-ին նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրեց Միացյալ Նահանգների մասնակցությունն այդ գործարքում, վերականգնեց պատժամիջոցներն ու խոստացավ Իրանի նկատմամբ ճնշումը հասցնել առավելագույնի, քանի դեռ Թեհրանը միջուկային նկրտումներից չի հրաժարվել։ 2025-ին Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Իսրայելը պատերազմ սկսեց Իրանի դեմ, որին միացավ նաև Միացյալ Նահանգները, ռմբակոծելով Ֆորդոյի, Սպահանի եւ Նաթանզի միջուկային օբյեկտները։ Իրանը հակադարձեց հարյուրավոր հրթիռներ արձակելով Իսրայելի վրա։ Պատերազմը շարունակվեց 12 օր։ Այդ ընթացքում շատերն էին քննադատում, թե Խամենեին, Իրանի գլխավոր հրամանատարը, փաստացի անհետացել էր։ Խամենեիի կառավարման վերջին տարիները պատմության մեջ կմնան զանգվածային ցույցեր մի քանի ալիքներով, որոնք բոլորն էլ վարչակազմը բռնի ուժով լռեցրեց, սպանելով հազարավոր ցուցարարների։ 2017-ից 21-ին բողոքի ցույցեր էին բարձր գնաճի, բենզինի գների եւ ջրի պակասի դեմ։ 2022-ին բողոքի ալիքը ընդլայնվեց, երբ երիտասարդ Մահսա Ամինին մահացավ ոստիկանության շենքում գլխաշորը ճիշտ չկրելու համար ձերբակալվելուց հետո։ Իրանական արժույթի ռիալի անկումը եւ կտրուկ գնաճը անցած տարեվերջին եւ այս տարվա սկզբին բերեցին զանգվածային ցույցերի նոր ալիք փողոց հանելով տասնյակ հազարավոր մարդկանց։
Սահմանափակելով ինտերնետն ու կտրելով երկիրն աշխարհի հետ կապից, Խամենեիի անվտանգության ուժերը ձեռնարկեցին ամենակոշտ ու մահացու բռնությունները ցուցարարների դեմ։ Մի քանի օրում հազարավոր մարդիկ սպանվեցին։ Դիահերձարանները լցվեցին դիակների պարկերով։ Մինչ անվտանգության ուժերը շարունակում էին հետապնդել ցուցարարներին, անգամ նրանց տներում։ Խամենեին երբեք պատասխանատվություն չի կրել իր կառավարման դեմ աճող դժգոհության համար։ Փոխարենը պնդել, թե օտարերկրյա ուժերն են այս ցույցերն ու անկարգությունները հրահրել։ Այսօր, երբ նրա մահվան լուրը հաստատվել է, ակնհայտ է, որ նա իրենից հետո թողել է բազմաթիվ վերքեր, բայց ոչ մի իրավահաջորդ։ Կարծիք կար, որ գերագույն առաջնորդի հաջորդ թեկնածուն նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին է, բայց նա զոհվեց 2024-ի մայիսին Ադրբեջանից վերադառնալիս ուղղաթիռի վթարի ժամանակ։ Հիմա երկրի հաջորդ գերագույն առաջնորդին նշանակելու որոշումը պետք է կայացնի 88 անդամից բաղկացած փորձագետների ժողովը, որտեղ գերակշռում են պահպանողական հոգևորականները։